Եթերում լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարև ձեզ։ Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության ղեկավարներից Մարի Ստրութերսը արդարադատության նկատմամբ ծաղր է որակել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ Բաքվի դատարանի վճիռը։ Ստրութերսը հայտարարել է, որ Վարդանյանը եւ մյուսները դատվել են գործնականում փակ լսումներով, նրանց դեմ հարուցված գործերը հիմնված են կեղծ ապացույցների վրա։ Իսկ դատական նիստերն անցկացվել են հայերի համար անհասկանալի լեզվով եւ պատշաճ չեն թարգմանվել։ Նշվում է նաև, որ կազմակերպությունը Ադրբեջանի իշխանություններից տեղեկություն է խնդրել դատավարության եւ ապացույցների մասին, բայց պատասխան չի ստացել։ Ադրբեջանը պետք է ապահովի, որ հանցանքների մեջ մեղադրվող բոլոր անձինք դատվեն միջազգային իրավունքի եւ արդար դատավարության չափանիշների լիարժեք համապատասխանությամբ, ասված է կազմակերպության հայտարարության մեջ։ Հիշեցնեմ, 3 Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման, նա 10 տարի կանցկացնի բանտում, եւս 10 խիստ ռեժիմի գաղութում։ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում է, վարչապետի խոսնակը հայտնել է, որ Փաշինյանը վաղը Վաշինգտոնում մասնակցելու է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին։ Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Գազայի հատվածում տիրող իրավիճակը կարգավորելու համար Խաղաղության խորհուրդ կձևավորվի, եւ նա մի շարք պետությունների ղեկավարների, այդ թվում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, հրավիրել էր միանալու այդ նախաձեռնությանը եւ խոշոր դրամական միջոցներ հատկացնել Գազայի վերականգնման համար։ Ավստրիայի Սանկտ Պյոլտեն քաղաքում մեկնարկել է հայ եպիսկոպոսաց հավաքը։ Կեսօրին մեկնարկած հավաքին մասնակցում են ամենայն հայոց կաթողիկոսության 25 արքեպիսկոպոսներ եւ եպիսկոպոսներ, այդ թվում Երուսաղեմի եւ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքություններից։ Եպիսկոպոսաց հավաքը բացվել է տերունական աղոթքով, քանի որ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի նկատմամբ երկրից բացակայելու արգելք կա, նա հայրապետական իր խոսքն ու պատգամն առցանց է հղել մասնակիցներին։ Օրակարգի քննարկումից եւ հաստատումից հետո ընտրվել է դիվանը, վարելու եպիսկոպոսաց հավաքի հետագա աշխատանքները։ Հայաստանը Ռուսաստանի ամենաբարեկամական երկրների շարքում է։ Դաշնությունում անցկացվել է հաղորդակցության ռեժիմները հետխորհրդային երկրներում հետազոտական նախագծի շնորհանդեսը։ Այսպիսով ամենաբարեկամական երկրների հնգյակում են Հարավային Օսիան, Աբխազիան, Բելարուսը, Ղրղստանը եւ Ղազախստանը։ Նրանց հաջորդում են Տաջիկստանը եւ Ուզբեկստանը։ Հայաստանը զբաղեցրել է 8-րդ, Ադրբեջանը 9-րդ, իսկ Վրաստանը 11-րդ հորիզոնականը։ Ոստիկանությունն ամփոփել է նախորդ օրվա օպերատիվ դրությունը մեր երկրում, ըստ ամփոփագրի փետրվարի 17-ից 18-ը բացահայտվել է 178 հանցագործություն, մասնավորապես 76 դեպք տրանսպորտային միջոց վարելու իրավախախտման, 19 դեպք թմրանյութի հայտնաբերման, 12-ը խարդախության, 9 հոգեկան ներգործության, 4-ը խուլիգանության եւ այլն։ Ճանապարհատրանսպորտային վիճակագրությամբ անցած մեկ օրում գրանցվել է 10 ավտովթար, 13 մարդ վնասվածք է ստացել։ Վերջում մեկ սպորտային լուր։ Գեղասահքի Ռուսաստանի չեմպիոն Ադելիա Պետրոսյանը Իտալիայում ընթացող 2026-ի օլիմպիական խաղերի կարճ ծրագրից հետո առայժմ 5-րդ հորիզոնականում է։ 18-ամյա մարզուհին սառույց է դուրս եկել երկրորդ համարի ներքո եւ մաքուր կատարել իր ծրագիրը, մրցավարներից ստանալով 72.89 միավոր։ Գեղասահորդուհիներն իրենց ազատ ծրագրերը կներկայացնեն փետրվարի 19-ին։ Ադելիան Ռուսաստանի եռակի չեմպիոն է եւ Ռուսաստանի Գրանպրիի եզրափակիչների եռակի հաղթող։ Այսքան այս թողարկմանը, կհանդիպենք ժամը 17-ին։